Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց, որոշումը կայացրել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։ Փաստական տվյալներ են ստացվել, որ Գյումրու համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կա շարք գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։ Հոկտեմբերի 20-ին Գյումրիու համայնքապետարանի վարչական շենքում հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կոմիտեի քննիչների կողմից իրականացվել են քննչական գործողություններ, որոնց կատարմանն աջակցել են ոստիկանության ծառայողներ։ Գյումրիու համայնքապետարանի վարչական շենքի մոտ, այդ թվում նաեւ վարչական շենքի մուտքերի մոտ եւ վարչական շենքում հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, նաև բռնություն գործադրել ոստիկանների օրինական գործողությունների նկատմամբ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 33 անձ է ձերբակալվել։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը։ Կատարված խոզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես հեռադիտակի մակերեսից եւ ուսակապիչից կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են ԳՀ-ին բնորոշ գենետիկական բնութագրին, հայտնում են քննչական կոմիտեից։ Սեպտեմբերի 23-ին սպանվել էր Մերձավան համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանը։ Դատարանը որոշում է կայացրել Մանվել Գրիգորյանի ժառանգներից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 9 անշարժ գույք, որոնց ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն դրամը, 6 տրանսպորտային միջոց 60 միլիոն դրամ արժեքով, եւս 9 գույքի բռնագանձումը մերժվել է, քանի որ դրանք պաշտոնավարումից առաջ են ձեռք բերվել։ Հոկտեմբերի 15-ին տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Իգորն է, որը նույն օրը Գուլբենկյան 30 կոտորակերեք հասցեի մոտ ծագած վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածներ է ստացել Երևանի բնակիչ 23-ամյա Մայիսի կողմից։ Նրան ձերբակալել են։ Շամշյանի տեղեկություններով հոկտեմբերի 16-ին տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկիչ տապօգնության խումբը բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու։ Պարզվել է, որ վիրավորը 46-ամյա Սերգեյն է, ում հիվանդանոց են տեղափոխել դանակավորովայնի մեջ խրված ծայրահեղ ծանր վիճակում։ Պարզվել է, որ նույն օրը Սերգեյը Արմավիր քրեակատարողական հիմնարկի 5-րդ տեղամասի խցերից մեկում խոհանոցային դանակով կատարել է որովայնի շրջանում ինքնավնասում, պատճառաբանելով, որ չի ցանկանում արտահանձվել Մոլդովա։ Հոկտեմբերի 17-ին Արթիկ քաղաքում ստուգման նպատակով պարեկները կանգնեցրել են Toyota Magnishi ավտոմեքենա, որի բեռնախցիկում հրազենի նմանվող առարկա կար, վարորդը եւ 2 ուղևորները տեղափոխվել են ոստիկանություն։ Երևանի բնակիչ 43-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկ գրափող հրազեն, փամփուշտ ծալովի դանակ, իսկ 37-ամյա ուղևորի մոտ գաղտնի փականով դանակ։ Հոկտեմբերի 19-ին Երևանի բնակիչ Անդրանիկն իր վարած ՈՒԱԶ Magnishi ավտոմեքենայով Արտաշատի խճուղում վրայերթի է ենթարկել հետիոտն Ռուսաստանի քաղաքացի 32-ամյա Վասիլիին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով մահացել է։ Հոկտեմբերի 21-ին Ford Transit Magnishi ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել եւ գլխի վայր հայտնվել դաշտում, 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել հիվանդանոց։ Հոկտեմբերի 20-ին Երևանի Ազատության պողոտայում բախվել են Mercedes էլեկտրական Hongqi եւ Toyota Magnishi ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 20-ին Մարգարա Վանաձոր Տաշիր ավտոճանապարհին բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Մենուայի վարած BMW եւ 18-ամյա Վանիկի վարած Mercedes Magnishi ավտոմեքենաները։ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենայի կողմից օգտագործվող ավտոքարշակի մեջ։ Mercedes-ից մի քանի դետալներ պոկվել, շպրտվել ու վնասվել են նշված հատվածում գազալեսակայանում կայանված լիցքավորվող Toyota-ի դիմապակին։ Վարորդներից Վանիկը, նրա ուղևոր Արագածոտնի մարզի բնակիչ 11-ամյա Էրիկը տեղափոխվել են հիվանդանոց։ Հոկտեմբերի 20-ին Էջմիածին աշտարակ ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Վարդանի վարած BYD եւ 47-ամյա Սերյանի վարած Mercedes Magnishi ավտոմեքենաները, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 17-ին Երևանի Ամիրյան եւ Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ Արմենի վարած BMW եւ Երևանի բնակիչ Վահեի վարած Hyundai ավտոմեքենաները, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 4 տղամարդ, մեկը Երևանի, 3-ը Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բնակիչ, Վանաձորում վարձակալաստանն ապօրինի պահում են թմրանյութ եւ պատրաստվում են այն օգտագործել։ Հոկտեմբերի 13-ից 3-ը իրավապահները մեկնեցին Վանաձորի Թումանյան փողոցի բնակարան։ Տղամարդիկ չժխտեցին, որ տանը կա մեթադոն տեսակի թմրանյութ, ինչը ձեռք են բերել Telegram հավելվածի միջոցով անձնական օգտագործման համար։ Տունը վերցվեց հսկողության տակ, իսկ տղամարդիկ ձերբակալվեցին ու ներկայացվեցին վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ բնակարանում հայտնաբերվեց արդեն օգտագործման համար պատրաստ տեղնականաչավուն 2 գրամ հեղուկով ներարկիչ, իսկ սառնարանում մեթադոն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։